Կատարյալ պահը պարզապես գոյություն չունի, որքան եք սպասում, այն երբեք չի ժամանա, միշտ կլինի արդարացում, անբավարար գումար, չափազանց շատ խնդիրներ, ոչ պատշաճ ժամանակ, անբարենպաստ հանգամանքներ, կյանքը, սակայն, սկսվում է միայն այն ժամանակ, երբ մենք դադարեցնում ենք հետաձգումը և առաջին քայլը ձեռնարկել, եթե դուք փնտրում եք գործնական իմաստություն, առանց չափազանցության կամ շոուների, հետևեք այս բովանդակությանը։ Մենք ապրում ենք սպասման անընդհատ ցիկլի մեջ, ես կսկսեմ, երբ ավելի շատ փող ունեք, երբ առօրյան հանգիստ է, երբ ամեն ինչ լավանում է, այս մտածելակերպը տարիներ անցնում է բաց թողնված հնարավորությունների, մինչ ոմանք սպասում են ոգեշնչմանը երկնքից, մյուսները գրքեր են գրում գիշերը, նույնիսկ առանց տրամադրության, թեև ոմանք սպասում են բախտին թակել դուռը, մյուսները կառուցում են իրենց ձևերը, տարբերությունը հենց այնտեղ է, ով է գործում և ով դեռ։ Հին հրե առակը դա լավ է պատկերացնում, երիտասարդը իմաստուն մարդ էր փնտրում և ասաց. Վարպետ, ես ուզում եմ սովորել, բայց ճիշտ ժամանակը չէ, ես կսկսեմ շատ պատասխանատվություն, Սեյջը պատասխանեց. Դուք ակնկալում եք լռություն ուսումնասիրելու համար, բայց դա այն ուսումնասիրությունն է, որը խաղաղություն է բերում հոգին։ Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են այս գաղափարը, հոգեբան Դանիել Կահնմանը բացատրեց, որ մեր ուղեղը հակված է հիմնավորումներ ստեղծել ջանքերից խուսափելու համար։ Մենք գերագնահատում ենք դժվարությունները և թերագնահատում փոքր քայլերի ուժը ճշգրիտ նրանք, ովքեր վերափոխում են իրողությունները, Հոլոքոստի հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը և վերապրածը ասաց. Գոյություն ունեն 3 հիմնարար սկզբունք՝ սպասումը մի կողմ դնելու և իրականում սկսելու համար։ Առաջինն արժեք փոքրիկին, քանի որ դա այն է, երբ մեծ բնակվում է մեծի սկիզբը, շատերը երազում են մեծ նվաճումների մասին, բայց արամարում են նվազագույն գործողությունները, որոնք դրանք հնարավոր կդարձնեն, նրանք ուզում են տուն, բայց դրանք չեն խնայում առաջին մետաղադրամը։ Նրանք ուզում են իմաստություն, բայց մի էջ չեն կարդում։ Նրանք փոփոխություններ են ուզում, բայց ծաղրում են մեկ քայլ, այնպես որ ոչինչ չի փոխվում։ Հրեական ավանդույթում այն ուսուցանում է, նա ով պատվում է փոքրիկին, մեծ է, ես հանդիպեցի մի մարդու, ով տարիներ շարունակ փրկեց մեկ մետաղադրամ, հարևանները ծիծաղեցին։ Սա փող չէ, տասնամյակներ անց նա ուներ բարեկեցիկ առևտուր և իր տունը, նրա հարգանքը յուրաքանչյուր կոպեկի համար նրան հարստացրեց։ Հեղինակ Ջեյմս Յեյմսը պարզ է, որ սովորությունները կառուցված են այս եղանակով։ Փոքր ժեստերը հազարավոր ժամանակներ առաջացնում են արտառոց արդյունքներ, փոքրիկը գնահատելը նշանակում է ուրախանալ կարդալու էջով, համեստ տնտեսությամբ, պատրաստված դասընթաց, նախաճաշ, առանց շեղումների, փոքրը սերունդն է, մեծ, այն ծառը, որը ծնվում է դրանից։ Ով է կարծում, որ սա քիչ է փոխել իմ կյանքը մնում է լճացած, ով հասկանում է, որ հետևողականությունը նվազագույնը վերածում է որոշակի առաջընթացների, մի ռաբբին ժամանակին հարցրեց իր աշակերտներին. Որն է ամենակարևորը։ Հիանալի բարի գործ, թե մի փոքր, նա պատասխանեց. Մեծը սկսվում է փոքրիկի մեջ, նրանք, ովքեր ամենակիչը անտեսում են, երբեք առավելագույնը չեն հասնի։ Ինքնասիրության շշնջում է, սա ոչ մի նշանակություն չունի, այն կարող է ցատկել, կարգապահությունը պատասխանում է յուրաքանչյուր քայլ հաշիվ, սա այն գիծն է, որը առանձնացնում է նրանց, ովքեր կառուցում են ինչ-որ բան, որոնք տևում են դատարկ ձեռքերով։ Երկրորդ սկզբունքը։ Գործեք նույնիսկ անկատար պայմաններում, շատերը հետաձգեցին իրենց ծրագրերը, քանի դեռ ամեն ինչ տեղում է, ազատ ժամանակ, բավարար ռեսուրսներ, հանգիստ միջավայր, բայց ճշմարտությունն այն է, որ այս պահը երբեք չի ժամանում, միշտ կլինի աղմուկ, պարտավորություններ, հոգնածություն։ Ես հիշում եմ մի կնոջ, ով երազում էր բժիշկ դառնալ, բայց ունեցել է 3 երեխա և աշխատել շուկայում, բոլորն ասացին. Անհնար է, ժամանակ չունես, նա սակայն կարդում է գիշերը մոմավառության մեջ, թղթի կտորներով ցած է գրել, տարիներ անց նա ավարտեց և դարձավ հարգված մասնագետ, նա չսպասեց իդեալական պայմաններին։ Նա ստեղծեց դրանք։ Փիլիսոփա Նասիմ Թալեբը խոսում է անտիֆա հայեցակարգի մասին։ Գիլիդա թե։ Ով է ճնշում գործադրվում։ Հրեական իմաստությամբ ասվում է, նա, ով առաջ է անցնում դժվարությունների պատճառով, երբեք չի սկսվի, ով է սկսվում, չնայած նրանց մի օր կհաղթի նրանց, հանգամանքները հազվադեպ են կատարյալ, բայց դա ճշգրիտ է անկատարության մեջ, որ ուժը ծնվում է։ Ես տեսա, որ ճգնաժամի կեսին մի երիտասարդ բացում է հացաբուլկեղեն, բոլորը կարծում էին, որ խենթություն է, բայց նա վիճում էր։ Մարդիկ միշտ հաց կարդանի, նա աշխատել է գիշերներ, կռվել է պարտքը, համառեց, այսօր այն ունի հաստատությունների ցանց, հարմարավետությունն ասում է, ավելի լավ ժամանակներ սպասեք, որոշումը պատասխանում է, սկսեք հիմա, և ժամանակները կբարելավվեն։
Հետևաբար, երկրորդ սկզբունքը պարզ է, դադարեք սպասել, գործեք ձեր ունեցածի հետ, քանի որ վաղը ավելի հեշտ չի լինի, այսօրվա քայլը միակն է, որը ձեզ ավելի է մոտեցնում ձեր նպատակին։ Երրորդ սկզբունքը. իրականացրեք ձեր խոստումները ինքներդ ձեզ, սա ցանկացած նվաճման հիմքն է, դուք կարող եք պատժել պարտավորությունները ուրիշների հանդեպ, բայց եթե անընդհատ դավաճանում եք, կառուցեք շարժվող ավազի վրա։ Ես հանդիպեցի մի տղայի, որը ցանկանում էր գումար խնայել, ամեն շաբաթ նա ասաց. Ես կմնամ, բայց ես միշտ արդարացում եմ ստացել։ Այսօր հատուկ օր է, վաղը ինձ պետք է, տարիներ անցան առանց տնտեսությունների, ապագա, բայց նույնիսկ քիչ պահելով, պահեց իր խոսքը։ Ես ինձ խոստացա, եւ ես կկատարեմ, ժամանակի ընթացքում նրանց փոքր տնտեսությունները դարձել են բիզնեսի հիմքը։ Ժամանակակից հեղինակները այս ինքնուրույն անվանում են ինքնուրույն, երբ կատարում եք այն, ինչ դուք խոստանում եք ինքներդ ձեզ, այն ամրապնդում է ներքին վստահությունը, ձեր միտքը սովորում է, եթե ես ասացի, կանեմ։ Յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ այն ավելի ուժեղ է դարձնում, բայց եթե դուք ինքներդ ձեզ ձախողեք, այս վստահությունը փխրուն է, եւ դուք պատանդ եք դառնում ձեր սեփական թուլությանը։ Հրեական ավանդույթում ուսուցանվում են։ Մի գործարար, ով հանդիպել է, որ նա արթնացավ առավոտյան 5-ից, նույնիսկ ոչ ոք նրան չի մեղադրելու, նա ասաց. Եթե ես կոտրեմ իմ խոսքը, ես կկորցնեմ հարգանքը ինքս ինձ, մյուսները հիացան նրանով, քանի որ նա սկսեց հարգել իրեն։ Ինդուլգենցիայի տրտնջում։ Այսօր դա կարող է լինել բացառություն, ամրությունը պատասխանում է, եթե դուք ինքներդ ձեզ այսօր թույլ տաք, ես վաղը կկորցնեմ, հետևաբար, երրորդ սկզբունքը անհրաժեշտ է, ձեր խոսքը ինքներդ ձեզ հետ պահեք։ Առանց դրա ցանկացած ցանկություն կմնա պարզապես ցանկություն, բայց երբ դուք սովորում եք հավատարիմ լինել ձեզ, երազանքն այլևս երազանք չէ եւ իրականություն է դառնում։ Այս 3 սկզբունքները փոքրիկը գնահատում են, արեք չնայած անկատարություններին եւ պատիվ տալ իրենց ստանձնած պարտավորությունները առանձին ձևեր չեն։ Ես տեսա, որ մարդիկ կիրառում են 3-ը, նույնիսկ առանց ռեսուրսների կամ աջակցության, նրանք հարգում էին յուրաքանչյուր կարճ ջանք, նրանք հանդես եկան նույնիսկ քաոսի մեջտեղում եւ կատարեցին իրենց խոստացվածը, արդյունքը, վերափոխում, ոչ թե մոգության, այլ գիտակցված ընտրության, քայլ առ քայլ։ Մի տղամարդ, որը ես հանդիպեցի, սկսվեց 0-ից, առանց առավելությունների կամ հնարավորությունների, նա չսպասեց իդեալական պահին։ Նա սկսեց այնտեղ, որտեղ նա ուներ իր ունեցածը, եւ ամենից առաջ նա իր խոսքը պահեց իր հետ, ասում էին. Վաղը ես դա կանեմ, արեց նա, տարիներ անց նա դարձավ բարգավաճ եւ հարգված, շատերն ասացին. Նա հաջողակ էր, բայց ճշմարտությունն այն է, որ նա պարզապես ապրում էր այս 3 սկզբունքների համար։ Ժամանակակից հետազոտողները այս երևույթը բացատրում են որպես փոքր սովորությունների եւ համակարգված համառության ուժ։ Էմսը հստակ սովորեցնում է, որ սովորությունները, ինչպիսիք են բարդ տոկոսադրույքը, ձևը ճակատագիրը, ծովային ռավիկանտը նշում է, որ հատուկ գիտելիքներն ու կարգապահությունը աճում են տոկոսների, բայց այս եւ ոչ մեկը չի աշխատում առանց առաջին քայլի, Վիկտոր Ֆրանկլը հիշեց։ Փափկությունը դատարկեցնում է կյանքը, քանի որ այն միշտ ապրանք է, ամուրությունը լցնում է նրան, քանի որ Հետ-հրեական առակը ասում է, ընկղմեք կաթիլը, կուժը լցված է, ով անձրև է սպասում, դատարկ ձեռքերը, նրա փոքր քայլերը, նրա հավատարմությունը խոսքի եւ նրա գործողությունների վերաբերյալ այսօր այն կաթիլներն են, որոնք լցնում են իր նպատակակետի կուժը։ Կյանքն ավելի պարզ է դառնում, երբ մենք դադարում ենք սպասել, կատարյալ պահ չկա։ Դա գոյություն ունի միայն այսօր, դուք ունեք փոքր քայլեր, անկատար պայմաններ եւ խոստում, որը դուք ինքներդ եք դարձնում, ահա թե ինչ է բախտը։ Ես տեսա մարդկանց, ովքեր իրենց կյանքը սպասում էին, նրանք ասացին. Շուտով դա կգա, ուստի կսկսեմ, նրանք ակնկալում էին իդեալական հանգամանքներ, օգնություն, ոգեշնչում։ Բայց տարիներ անցան եւ նրանք մնացին նույն տեղում, նրա երազանքները չմեռան, քանի որ դրանք անհնար էր, բայց երբեք առաջին քայլը չձեռնարկելու համար։ Եվ ես տեսա ուրիշներին, ովքեր ոչինչ չէին սկսել, նրանք ամենակիչը գնահատեցին։ Մետաղադրամ, էջ, գաղափար, նրանք գործեցին աղմուկի կեսին, դժվարությունները, անկատարությունը, նրանք կատարեցին իրենց խոստացվածը, նույնիսկ եթե ոչ ոք չէր տեսնում, այս մարդիկ կառուցեցին իրենց նպատակակետը։ Հրեական իմաստությունը դասավանդում են։ Ինչ կարող եք անել այսօր։ 1. Ընտրեք փոքր գործողություն եւ դա արեք առանց հետաձգելու։ 2. Ընդունեք անկատար պայմանները, բայց գործեք նրանց ներսում։ 3. Ինքներդ ձեզ խոստում տվեք եւ կատարեք այն մինչեւ վերջ։ Թող որ լինի պարզ, բայց դառնալ ձեր ապագայի հիմքը, դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության եւ նպատակի ուժը, վերականգնել այն։
Այստեղ մենք սովորում ենք ապրել առանց սպասելու, երազանքները շրջելու իրականության մեջ, միանգամից մեկ քայլ սկսած այսօր, քանի որ բոլոր մեծ փոփոխությունները սկսվեցին նույն ձևով։ Ոչ հարստություն, ոչ շփումներ, ոչ էլ հաջողություն, այլ ընտրություն։ Մեկը սկսեց ուսումնասիրել, երբ բոլորը ասում էին, որ ուշ է, այսօր այն կոչվում է վարպետ։ Մեկը սկսեց պատվել իր խոստումները և չկարողացավ արդարացնել իրեն, ձեր կյանքը ձեռք է բերել ամուր և հստակություն։ Յուրաքանչյուր ուղի եզակի էր, բայց բազան մեկն էր։ Դադարեցրեք սպասել և գործել։ Հրեական իմաստությունը ասում է. Ինչ կարող եք անել հիմա։ 1. Արժեքը փոքր։ Մի քայլ արեք, թեթևակի, ձեր նպատակին հասնելու համար։ 2. Ընդունեք անկատարությունը։ Սկսեք ձեր ունեցածը, որտեղ եք։ 3. Համապատասխանեցրեք ձեր խոսքին։ Խոստացեք ինչ-որ բան ինքներդ ձեզ և դա արեք։ Թող որ դա լինի պարզ, բայց եղեք ձեր սկիզբը, դուք թույլ չեք։ Պարզապես պետք է հիշել ձեր կրող ուժը, վերականգնել այն, կյանքը չի կառուցվում սպասելու վրա, բայց գործի մեջ, և սկսելու լավագույն ժամանակը սա է, հիմա։